Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանի սահմանադրական դատարանում շարունակվում է քննարկումները կապված 7 քաղաքական ուժերի ներկայացրած հայցերի հետ եւ իշարս դրանց նաեւ հանուն հանրապետության կուսակցությունն իր հայցով է ներկայացել սահմանադրական դատարան, հայց, որը սկզբունքորեն տարբերվում է մնացածներից, քննության առարկա է ընտրակաշառքների ազդեցությունը ընտրական պրոցեսի վրա կամ արտահայտության վրա, իշխանության ձևավորման մեխանիզմների վրա, որովհետև ընտրությունը հենց ժողովրդի իշխանությունն իրացնելու բացառիկ մեխանիզմ է եւ տեղի է ունեցել կոպտագույն միջամտություն։ Դատաքննությունը շարունակվում է եւ այսօրվա մեր հարգարժան հյուրերի հետ կփորձենք հասկանալ ուր ենք հասել եւ ուր ենք գնում։ Եվ այդ նպատակով ես հրավիրել եմ հանուն հանրապետության կուսակցության ներկայացուցիչներին իրավաբան եւ փաստաբան ցուցակի 3-րդ համար Լուսինե Զեյնալյանին, բարի ձեզ Տիկին Զեյնալյան, բարի երեկո, եւ ներկայացուցիչ կուսակցության քաղաքորդի անդամ, նույնպես իրավաբան, փաստաբան Վահագն Մարտիրոսյանին, բարի ձեզ Մարտիրոսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Դուք գալիս եք այստեղ են սահմանադրական դատարանից։ Այո, ընդմիջում էր հայտարարվել։ Ընդմիջում էր, այո։ Ինչ ցույց տվեցին այս անցած օրերը, ով ինչով է զբաղված, ով ինչ է ուզում։ Չէ, այն ինչ որ ասում է, հասկացանք։ Այդ լսել ենք, բայց քանի որ այսպես ասենք բանավեճը իրավաբանության ոլորտում, իսկ մարդիկ իրավաբաններ չեն, իրավաբանները դուք եք, իսկ հիմա պարզ հայերենով բացատրենք եւ հասկանանք ինչը տեղի ունենում եւ ուր ենք հասել համեցեք Տիկին Զեյնալյան։ Ընդհանուր առմամբ 7 կուսակցությունները, երբ որ ներկայացրել են իրենց դիմումները սահմանադրական դատարան, մեկ նպատակ են հետապնդում, բացի մեզանից, հա, մենք բացառություն ենք, ընդհանուր ընտրությունների արդյունքները, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված հունիսի 14-ի որոշումը անվավեր ճանաչելու եւ նոր ընտրությունների անցնելու։ Կան նաև կուսակցություններ, ովքեր պահանջում են վերաքվեարկություն, ինչպես նաև երկրորդ փուլի հայտարարում։ Իսկ հանուն հանրապետության կուսակցության տեսլականը այլ է, իր դիմումի պահանջները այլ է։ Մենք ընդհանրապես վերանայման եւ մանդատների վերաբաշխման հարց ենք բարձրաձայնել։ Այդ իսկ պատճառով մենք տարբերվում ենք մնացած դիմումների պահանջներից, ինչպես նաև կուսակցական այդ ընդդիմադիր ուժերի պահանջներից եւ ներկայացվելիքից։ Ինչ է տեղի ունենում։ Պարոն Մեհրաբյան, գործի քննությունը բավականին ծավալուն է։ Սկսել ենք բացատրություններից, բոլոր քաղաքական ուժերը դիմում ներկայացրած իրենց բացատրություններն են ներկայացրել, որից հետո հարցեր, պատասխաններ փուլն է եղել եւ այդ ընթացքում կողմերը, դիմող կողմերը, պատասխանող կողմերը եւ երրորդ անձը քաղաքացիական պատասխանող կուսակցությունը պատասխանել են հարցերին եւ տվել են հարցեր միմյանց եւ որից հետո տեղի ունեցել դատարանի հարցերի փուլը եւ դա այսօր առավոտվանից էր
դատարանը կողմերին հարցեր տվել, այդ թվում նաև մեր քաղաքական ուժին հարց տվել, որին պատասխան ստացել, ներկայումս միջնորդությունների քննարկման փուլն է, այստեղ ուզում եմ մի կարևոր հավելում անեմ, եթե մյուս քաղաքական ուժերի միջնորդությունները դեռևս պիտի քննարկվեն եւ դեռ հարցը կբավարարվի թե ոչ, մեր քաղաքական ուժի միջնորդությունները դատարանը ի սկզբանե քննարկել է գործը վարույթ ընդունելու որոշում կայացնելու ժամանակ եւ փաստացի մեր բոլոր պահանջները ի կատար են ածվել, այսինքն բավարարվել են դատարանի կողմից, մեր պահանջած ապացույցները դատարանը պահանջել է համապատասխան պետական մարմիններից, հակակոռուպցիոն կոմիտեից, դատախազությունից, կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ԱԱՑ-ից եւ այլն։ Քննչականից։ Այո, բոլորից պահանջել է։ Եվ ներկայումս հիմա քննարկման, քանի որ մեր միջնորդությունները փաստացի արդեն քննարկվել են եւ լուծում են ստացել, հիմա քննարկում են մյուս քաղաքական ուժերի միջնորդությունները, միջնորդությունները ըստ էության մեր դիմումի հետ կապ չունեն եւ ըստ էության կատարվում են, որպիսի կողմերը կարողանան հիմնավորեն իրենց դիմումները Եվ այս միջնորդության փուլի ավարտից հետո մենք արդեն կանցնենք բուն ապացույցների հետազոտման փուլին, այսինքն դատարանի կողմից ձեռք բերված բոլոր ապացույցները կսկսեն հետազոտվել, կտեղի կունենա մեկ դռնփակ դատական նիստ, որի ընթացքում կհետազոտվեն հրապարակման ոչ ենթակա ընտրողների ցանկերի վերաբերյալ տեղեկությունները, օրինակ ասենք զինծառայողները կամ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրողները եւ այլ անձինք, օրինակ դիվանագիտական կորպուսի վերաբերյալ, այդ մասով քննությունը կիրականացվի դռնփակ, որից հետո արդեն ապացույցների հետազոտումը ավարտված կհամարվի եւ դատարանը հնարավորություն կտա կողմերին եզրափակիչ ելույթներով հանդես գալ։ Դեռևս բավականին ծավալուն աշխատանք ունենք կատարելու դատական նիստերի ընթացքում, բայց պիտի մեր դիտողներին տեղեկացնեմ, որ դատարանը սահմանափակված է ժամկետով 15 օրվա ընթացքում դիմումները մուտքագրելու օրվանից պիտի որոշում կայացնի, իսկ այդ ժամկետը լրանում է հուլիսի 4-ին։ Այսինքն ինչ էլ այս նկարագրածս ինչ էլ նկարագրեցի, ինչ որ տեղի ունենա, պիտի տեղի ունենա միջև այդ օրը անբեկանելի եւ դա փոփոխման ենթակա ժամկետ չի, այսինքն դատարանը նույնիսկ եթե չհասցնի, չնայած այդպիսի բան դժվար լինի, որովհետեւ նիստերը սկսում են առավոտ 11-ին, ավարտվում են ուշ երեկոյան 11:30-ին, այսինքն գրեթե 12 ժամ եւ ավել դատական նիստ է տեղի ունենում, որպեսզի ժամկետի մեջ դատարանը կարողանա տեղավորվել։ Եվ կարծում եմ մենք հուլիսի 4-ի կունենանք արդեն վերջնական որոշում։ Մենք հույս ունենք, որ մեր դիմումը դատարանը դիմումում նշված հիմնավորումները դատարանը հիմնավորված կհամարի եւ կբավարարի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ մենք դրա հույս ունենալու իրավունքը ունենք, որովհետև դրա դիմումի հիմքում դրված փաստական հանգամանքները ուղղակի մտածածին չեն, դրանք մեր սուբյեկտիվ գնահատականներն ու կարծիքները չեն, մեր բոլոր հիմնավորումները հիմնված են պետական պատշաճ մարմինների կողմից պաշտոնապես արձանագրված տվյալների վրա։ Այսինքն մեկ հավելում, հա, պարոն Մերաբյան, ներկայացվեց իմ գործընկերոջ կողմից ներկայացված դիմումում միջնորդությունների, ինչպես ապացույցների ձեռքբերման հանգամանքով, այլ նաև երկրորդ միջնորդությունն էլ է ներկայացվել հարակից պատասխանողներ ճանաչելու եւ այդ համատեքստում նաև Սահմանադրական դատարանը ինքնին հարակից պատասխանողներ ընդգրկեց այս դատավարությանը, դա եւս այն դրական առաջխաղացումներ մեր կողմից, որ կարողացանք հասնել թե ներքին գործերի նախարարությունը որպես պատասխանող հարակից, թե հակակոռուպցիոն կոմիտեն եւ թե գլխավոր դատախազությունը հենց մեր միջնորդության հիման վրա էր ներկայացվում։ Եվ ինչպես առաջին օրվա մասին կարող եմ մի փոքր նաև հավելել իմ գործընկերոջը, առաջին օրը մինչև բացատրությունների անցնելը, երբ որ Սահմանադրական դատարանը որոշեց, առաջին հարցը, որ քննարկվում էր դատարանի լեգիտիմությունը եւ նրանց կազմի
ամբողջականության հարցն էր, որը ինքը մի փոքր լարված մթնոլորտում անցավ, որովհետև գիտեք, երկու դատավոր արդեն իսկ հեռացված են այդ վարույթի քննությանը մասնակցելուց, որովհետև Սահմանադրական դատարանը կարծում է, որ մասնակից կողմերի նկատմամբ չեն կարող անաչառություն դրսևորել, այստեղ հարցը երրորդ դատավորի մասին էր, Սեդա Սաֆարյանի, ինչպես նաև դատական նիստի ընթացքում Խաչատուրյանի մասով էլ ի հայտ եկավ հանգամանքներ եւ մի փոքր լարված մթնոլորտում քննարկում էր տեղի ունենում, այսօր եւս ինչքանով որ տեղի ունեցավ Սեդա Սաֆարյանի կողմից, ճիշտ եմ, չէ՞, հարցադրումը, երբ որ մեջբերում էր կատարվել Ռուսաստանի Դաշնության Պուտինի արտահայտությունը, դա ընկալվեց որպես քաղաքական դիրքորոշում կողմերի կողմից ընկալվեց։ Այո, կողմերի դիմորդների եւ հիմնականում մասնավորեցնեմ, այո, ընդդիմադիր ուժի կողմից դա վերնագրվեց եւ ինչքան ընդդիմադիր լրագրող կար, վերնագրերով սկսեցին տարածել այդ լրատվական միջոցներով այդ նորությունները։ Այո, այսօրը ոնց որ ամենակաղաքականացնոցն է։ Կարծես թե Սեդա Սաֆարյանին բոլոր միջոցներով տարանջատում ուզում են ընդդիմադիր ուժերը ներքաշել քաղաքական հարթակում, որպեսզի այդ պրովոկացիոն հարցերը ներկայացնել եւ ներքաշել ծուղակը, որին սադրանքին տրվի Սեդա Սաֆարյանը, բայց ես կարծում եմ, որ Սեդա Սաֆարյանը ընդամենը մեջբերում էր կատարել երրորդ անձի արտահայտությունները, դա իր կարծիքը չէր, եթե դա իր կարծիքը լիներ, միտեղ կհամաձայնվեինք։ Իսկ առաջին օրը Սեդա Սաֆարյանի մասով իր փաստաբանական կարգավիճակով էր պայմանավորված, որ չէր կարող օբյեկտիվ քննություն իրականացնել եւ ճշմարտացի իր համատեքստում վերաբերելության եւ թույլատրելիության մասով կարծիք դիրքորոշում հայտնել եւ քվեարկել, ինչպես նաեւ Խաչատուրյանի մասով, քանի որ այդ հանգամանքը եւս բացահայտվեց, որ Սասուն Խաչատրյանի հետ ունի ազգակցական կապ եւ նրա հայտնվեց հայտնի էր Անդե այդ հարցը բարձրաձայնեցին, որ ցենց հանգամանքել կա եւ Սասուն Խաչատրյանը, քանի որ SMS հաղորդագրությամբ աշխատանքից ազատվել է, հակառակը կարող է իր մոտ հակառակ տպավորությունները լինի եւ վերաբերմունքը հակառակը լինի։ Այսինքն իր եղբոր աշխատանքից ազատվել է, ոչ թե իօքուտ այսօրվա իշխանությունների քվեարկություն կատարել, այլ իօքուտ հակառակ կողմի այս հարցն էր քննարկվում, որովհետեւ ընդդիմադիրները բաժանվել էին երկու խմբի, մի մասը պահանջում էր, որ այն մեկուսացված երկու դատավորները ներկայանան դատական նիստերի դահլիճ եւ ամբողջ կազմով այս գործի քննությունը իրականացվեր, իսկ մյուս մասը հակված էր ոչ միայն այն երկուսն էր մեկուսացվել, այլ այս երկուսին էլ մեկուսացնել։ Այո, եւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծեք թե լրիվ հակամետ դիրքորոշումներով մեկնություն կա այստեղ, ուրեմն երբ որ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը փաստաբան միջնորդեց, որպեսզի վարույթից հեռացված երկու դատավորները ընդգրկվեն նորից կազմում, հիմքում դրել էին սահմանադրականության հարց, որովհետև սահմանադրության մեջ ասում են սահմանադրական դատարանը, սահմանադրական դատարանը ունի կազմ։ Պետք է լինի ամբողջություն։ Այո, ամբողջություն։ Իսկ սա սահմանադրական դատարան չի, այլ սահմանադրական դատարանի կազմի որոշակի մասն էր, հիմնական հիմնավորումը սա էր։ Բայց դատարանը գտավ, որ որոշումը արդեն կայացված է եւ դա փոփոխման ենթակա չի։ Այդ թվում նաեւ նշված դատավորների մասով, այսինքն նորից փոխելու անհրաժեշտություն չգտավ։ Ինչ վերաբերվում է դատավոր Սաֆարյանին եւ դատավոր Խաչատուրյանին վարույթի մասնակցելու անհնարինության հարցը, դատարանը, ուրեմն տեսեք, սահմանադրական դատարանի մասին օրենքը հստակ ասում է, որ նշված հարցը կարան բարձրացնել միայն սահմանադրական դատարանի դատավորները, այսինքն ոչ կողմը, ոչ դիմողը, ոչ պատասխանողը, որից է մեկը այդ հարցը չի կարող բարձրացնել, այդ հարցը կարող է բարձրացնել միայն սահմանադրական դատարանի դատավորը։ Եվ դատարանի նախագահը ուղիղ հարց տվեց բոլորի ներկայությամբ, որ արդյոք ունեն դատավորները նման հարց անհնարինության վերաբերյալ երկու դատավորների նշված
եւ որևէ դատավոր դրա վերաբերյալ հարց չբարձրացրեց։ Այսինքն դատավորները գտան, որ այս կազմը ամբողջովին համապատասխանում է օրենքի պահանջներին։ Եվ որպես հետևանք դուրս եկավ, որ միջնորդություն ներկայացնողը ինքը պատշաճ սուբյեկտ չէր միջնորդություն ներկայացնել։ Եվ դրա իրավունքն էլ չուներ։ Եվ նման միջնորդություն ներկայացնելու իրավունք էլ չուներ։ Պարոն Մարտիրոսյան, հարցս արդեն վերաբերվում է ձեզ որպես նաև քաղաքորդի անդամ, որը մասնակցի այդ ողջ քարոզարշավին, հա, որ իրար հետ ենք անցկացրել, եւ մենք խոսում ենք արտաքին միջամտության մասին, այսօր կարծեք թե այդ ամենը նաև դիտարկվեց իրավական հարթության վրա, բայց ըստ էության նաև մի այսպես հաջողված փորձ էր ինչ որ առումով լուստրացիայի այդ քաղաքական ուժերի, ով ինչ է ուզում, ինչ չի ուզում, եւ այդ իմաստով են հենց լսումները սկսվեցին այսօր, հա, որքան ես հասցրեցի հետևել, ամենակաղաքականացված օրն էր։ Այո, ձեր գնահատականը։ Դե գիտեք, լուստրացիայի ենթարկվում են քաղաքական ուժերը 18 թվականից սկսած, փուլար փուլ։ Հիմա այսօր փուլերից մեկն էր։ Եվ Պարզ երևում է Սեդա Սաֆարյանի դատավոր Սաֆարյանի հարցի արձագանքը կողմերի, մանավանդ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչի արձագանքը եւ անմիջական անհարգալից վերաբերմունքը ամբողջ դատական կազմի նկատմամբ, որի արդյունքում դատարանը նկատողություն հայտնեց սանկցիա կիրառեց Արամ Օրբելյանի նկատմամբ, դե դա ուղղակի ճնշման նման մի բան էր, բայց լուստրացիայի տեսակետից տեսեք, ես սենց մի բան գիտեմ։ Այն ինչ որ քաղաքական դաշտում տեղի է ունենում, ուղիղ արտացոլվում է Սահմանադրական դատարանի դատական նիստերին։ Ոչ ուղղակի ձևով, ոչ ուղղակի բարձրաձայնման ձևով, բայց ցանկացած հարցի ռեակցիաները, այսինքն մի հարց բարձրացվեց, այդ հարցին ռեակցիան ուղիղ նշում է կատարում, թե որ քաղաքական ուժը ինչ գիծ է տանում առաջ։ Եվ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ է, ինչքան նույնիսկ եթե մերժի դիմումները, այնուամենայնիվ անդրադարձ է կատարելու քաղաքական ուժերի դրսևորումների, թե իշխանության, թե այսպես կոչված ընդդիմության։ Եվ դա եւս լուստրացիայի մի փուլ կլինի, որը արդեն կլինի Սահմանադրական դատարանի վերլուծության, եզրահանգման եւ գնահատականի տեսքով։ Ես դեռևս տարիներ առաջ իրավաբանական հանրությունում բանավեճերի ժամանակ միշտ ասել եմ, որ լուստրացիան դա իրականում վատ բան չի։ Դա ամբողջ դաշտը, ներպետական դաշտը, այդ թվում ներպետական քաղաքական դաշտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին եւ երկրորդ հոդվածներին համապատասխանեցնելու process է։ Եվ դա անհրաժեշտ է հենց Հայաստանի Հանրապետության շահերից ելնելու։ Այլանդակություններ չունենալու։ Ինչի մասին է խոսքը։ Սահմանադրության առաջին հոդվածը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, ինքնուրույն, ինքնիշխան, չէ, պետություն է, իրավական պետություն է, այո, իսկ երկրորդ հոդվածը ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, այդ լուստրացիան անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այդ իշխանությունը պատկերացում ունենա, թե որ քաղաքական ուժը ինչ դիրքորոշում ունի հենց իշխանության նկատմամբ մեկ, այսինքն ժողովրդի, երկրորդը պետության նկատմամբ, այսինքն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ այս ամբողջ գործընթացները, որ տեղի են ունենում 18 թվականից ի վեր, տարբեր դրսևորումներով, ակնհայտորեն քողարկված չէ, բայց ոչ քողարկված չէ, բայց ոչ բացահայտ լուստրացիայի, այսինքն լուստրացիայի մասին հատուկ օրենք ընդունված չի, բայց քաղաքական դերակատարները այդ թվում նաև պսևդո քաղաքական դերակատարներ իրենց բոլոր գործողություններով բացահայտելով իրենց ըստ էության իրականացնում են իրենց ձեռքով իրենց դեմ իրականացնում են լուստրացիան։ Եվ սա վատ չի, սա լավ է, եթե համեմատական տանենք 18 թվականի իրողությունների
եւ ներկայիս իրողությունների միջև այն իմաստով թե ինչպես է ժողովուրդը ընկալում այդ իրողությունները, մենք կհայտնաբերենք, որ այն ժամանակվա ընկալումները ժողովրդի լրիվ այլ են, հիմիկվա ընկալումները ժողովրդի բավականին փոխված են եւ լրիվ այլ տիրույթում են։ Սոցիալական պատվեր է ձևավորվում նորովի Իհարկե։ Եվ ամփոփելով Տիկին Զեյնալյան, դուք էլ առաջի օրվանից, ինչպես եւ պարոն Մարտիրոսյանը, մասնակցում եք այս լսումներին, հետևում եք ընթացքին անմիջականորեն եւ այս process-ը արդեն որպես իրավաբան ձեզ մոտ ինչ-որ ակնկալիքներ է ձևավորում, ինչպիսին է այն ձեր տպավորություն այն մասով, որ մասով կարող եք բարձրաձայնել համեցել։ Իմ ակնկալիքները այնքանով են, որ արդար դատական ակտ կլինի Սահմանադրական դատարանի կողմից, Սահմանադրական դատարանը ամբողջ ծավալով իր վերաբերելիության եւ թույլատրելիության մասով կուսումնասիրի կհետազոտի եւ ճիշտ հետեւության կգա, ոչ թե սուբյեկտիվ ընկալումներով, այլ օբյեկտիվ ճշմարտությունը ճիշտ կգնահատի եւ մենք կունենանք մեկ Սահմանադրական դատարանի որոշում, որ մինչ այդ չենք ունեցել եւ որը մեր համար ուղեցույց կլինի հաջորդ ընտրությունների համար դասեր քաղելու։ Անմարտիրոսյան համեցեք։ Ակնկալիքները մեր բոլոր ակնկալիքները կրում են սուբյեկտիվ բնույթ, այսինքն դրանք մեր ցանկություններն են, բայց դատարանը առավել եւս Սահմանադրական դատարանը ինքն անկանխատեսելի է այդ առումով։ Բայց Սահմանադրական դատարանը սահմանափակված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Եվ հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը այս գործի քննության արդյունքում կհանգի այն հետեւության, որ հանուն հանրապետության կուսակցության ներկայացրած հիմնավորումները բխում են փաստերից, իսկ կրկնեմ դրանք մեր հնարած փաստերը չեն, այլ պետական մարմինների կողմից պաշտոնապես արձանագրված փաստերն են, հետևաբար հույս ունենք, որ Սահմանադրական դատարանը մեր փաստարկներն ու հիմնավորումները կգտնի հիմնավորված եւ կբավարարի եւ մեր պահանջը ի կատար կացվի վերջապես։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Արած այդ կարևոր աշխատանքի համար, նաև այն ջանքերի, որ գործադրում եք մեր երկրում նորմալ իրավական եւ քաղաքական մթնոլորտ եւ դաշտ ձևավորելու համար, այո, հույսը կա, որ այս որոշումը ուղեցույց կդառնա մեր ապագա օրենսդիրներին, իրավապահներին, իրավաբանական հանրությանը, հա, որպեսզի 31 թվականի ընտրություններն պետության լինել չլինելու մասին ընտրություններ չլինեն։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ամենայն բարիք։ Դա մենք զրուցեցինք մեր գործընկերներ, իրավաբաններ, փաստաբաններ Լուսինե Զեյնալյանի եւ Վահագն Մարտիրոսյանի հետ, ովքեր ներկայացնում են Հանրապետության կուսակցությունը Սահմանադրական դատարանում քննվող հայցերի շրջանակներում process-ը շարունակվում է, իսկ մենք էլ ուշի-ուշով հետևում ենք այդ քննարկումներին, բանավեճերին եւ առաջիկա օրերին, ինչպես գիտեք, հուլիսի 4-ին լինելու է վերջնական որոշում, դա է օրենքի պահանջը։ Այսօր թերևս այսքան հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։